Երևանում առավոտները սկսվում են պայքարով, ավտոբուսում մեկ ոտքի տեղ գտնելու, ժամանակին աշխատանքի հասնելու եւ այդ ընթացքում ողջ մնալու համար։ Ահա որ ուղղակի։ Չեք պատկերացնի, դա ինձ ծանրաբեռնված տրանսպորտ է։ Ես հիմա նայում եմ 40-ը դեռ չկա։ Իհարկե ես տեսա, որ նոր գնաց, բայց ամենայն դեպս հաջորդ իրա գալը դեռ չկա։ Միջինում 60-ից 100 ուղևոր տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսները մեղմ ասած գերակատարում են պլանը։ Կարելի է ավտոբուս բարձրանալ, մինչև դուռը կփակվի։ Մարդիկ չեն կարող աստիճանների վրա են, դռները մի կերպ են փակվում, կամ վարորդը խնդրում է իջնել, որ կարողանա փակել, եւ մի շատ կարևոր խնդիր կա։ Գրեթե ամեն օր մարդ է լինում, որ վատանում է տրանսպորտում։ Այսինքն շատ անհարմար ավտոբուսներ են։ Իրավիճակն ավելի է բարդանում, եթե հանկարծ անձրև է տեղում։ Քաղաքացիներից շատերը դիմում են տաքսիների օգնությանը, նույն երթուղու համար վճարելով կրկնակի, երբեմն էլ եռակի։ Տաքսում դիմում եմ ու այդ տոմսերս կորչում են, էլի։ Ստիպված տաքսի եմ վերցնում, որովհետեւ հնարավոր չի։ Շատ են լինում այդ ժամերին, որ ծրճի։ 3000 եւ ավելի։ Թոշակառուի համար շատ է։ Քաղաքային իշխանությունը խցանումների հիմնական պատճառներից առանձնացնում է մայրաքաղաքում տարեստարի ավելացող մեքենաները։ Վերջին տվյալներով դրանց թիվը 1 միլիոնի է հասնում։ 5 տարի առաջ այդ թիվը մոտ 20%-ով քիչ էր։ Մեքենաների քանակի ավելացման եւ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության մեջ նոր վարորդների մուտքը փաստում են նաեւ ավտոդպրոցի տվյալները։ Այո, մեծ պահանջարկ կա մեքենա վարել սովորելու, դա ոչ միայն X-Drive-ի փորձով կարելի է ասել, այլև կարելի է ուղղակի դիմել, գնալ ոստիկանություն, փորձել հանձնել քննություն եւ տեսնել ինչքան երկարաժամկետ հերթեր ունեն։ Անընդհատ մեքենաների քանակը ավելանալու է, որովհետեւ մեքենան դարձել է հասանելի։ Դա խցանում չէ, քաոս է։ Երևանի երթևեկության վիճակն այսպես է նկարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով Բաղրամյան 26 ուղևորվելիս։ Ապա հանձնարարել ստեղծել ճգնաժամային խումբ մայրաքաղաքի երթևեկությունը կարգավորելու համար։ Տարբերությունը մինչև այս կատարվող փոփոխությունների եւ ճգնաժամային խմբի կանոն դրանով, որ մինչև այս Երևանի քաղաքապետարանը միջոցներ էր ձեռնարկում անընդհատությունը ապահովելու եւ մեղմելու մասով։ Իսկ հիմա գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի արդեն տեսանելի ազդեցություն լինի, առաջնահերթությունը պետք է տրվի հասարակական տրանսպորտին, որպեսզի քաղաքացին այդ սահմանափակումների կիրառման պարագայում օգտվի հասարակական տրանսպորտից։ Խցանումների քանակի նվազեցման լուծումների փաթեթում լինելու են սահմանափակումների կիրառում, ավտոբուսի առանձնացված գծերի երկարացում, խելացի լուսացույցների ներդրում։ Երկար տարիներ երթևեկության մասնակից վարորդները սակայն փոփոխության մեծ հույս չունեն։ Հարցրել են, հին վարորդներին հարցրել են, հին գայշնիկներին հարցրել են այդ հարցում։ Չէ, նորերն են, որ գաղափարել չունեն։ Այդ չեղած ժամանակ, այդ որ պրոբկա է, ճանապարհ չկա։ Մի գիծել ազատում տալիս են ավտոբուսին։ Այդ ոնց հասկանամ։ Իսկ դուք ոնց ինչ-որ ձև կկարգավորեիք, որպես հին վարորդ, պատկերացնում եք։ Մեքենաները շատ է։ Երևակայ անելիք չկա։ Շատ է։ X-Drive ավտոդպրոցների ցանցի հիմնադիր եւ տնօրեն Արտաշես Ստեփանյանը կարծում է, որ պետք է դիմել համաշխարհային փորձին, շարժվել երկրների օրինակով, որոնք նման խնդիր արդեն լուծել են։ Ինչպես անել, որ խցանումներ չլինի, կազմակերպել երթևեկությունը խաչմերուկներում, պատժել բոլոր այն մեքենաների վարորդներին, ովքեր խցանված խաչմերուկ են ներխուժում, այսպես ասեմ, չեն սպասում խաչմերուկը ազատվի նոր մտնեն, դա շատ մեծ խնդրեմ է երթևեկության մեջ, կառուցել էստակադաներ, շրջանցիկ ճանապարհներ, վերջի վերջո կա համաշխարհային փորձ, կան երկրներ, որոնք այս ամենը արդեն մի քանի անգամ արել են մեզնից առաջ, եւ կարելի է վերցնել այդ փորձը եւ անել։ Երևանում երեկոներն առավոտից չեն տարբերվում։ Երևանում ժամը 18-ի դրությամբ 10 բալանոց խցանում է, երբ ծանրաբեռնված են հետևյալ փողոցները։